Բարի լույս սիրելի բարեկամներ, ես Զվարթնոց օդանավակայանում եմ ու հələ գոլոշին նայեք բերանից, ուրեմն -8, հենց նոր նայում եմ, ջերմաստիճանը Երևանում -8 եւ մի րոպե, հիմա ես նայեմ, թե որտեղ որ մեկնում ենք, ինչ ջերմաստիճան է, +30 Կոլոմբո, հարգելիներս Miracle Tour and Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրը սկսվում է, այսօր մարտի 1-ն է, առավոտյան ժամը 8-ն է, ես Զվարթնոց օդանավակայանում եմ, հենց հիմա արդեն գնում եմ իմ խմբի մոտ, մենք քիչ-քիչ հավաքվում ենք ու ընդամենը 1 ժամ 30 րոպե հետո սկսվելու է մեր թռիչքը դեպի Դուբայ, իսկ այնտեղից էլ Շրի Լանկա մեր հիասքանչ Զվարթնոց օդանավակայանը, այնպես որ միացեք մեր խմբային տուրերին դեպի էկզոտիկ երկրներ Շրի Լանկա Մալդիվներ ու դուք կտեսնեք ամենահետաքրքիրը ամբողջ աշխարհից, հա իդեպ նոյեմբերին նորից լինելու է այս տուրը Շրի Լանկա Մալդիվներ, այնպես որ ովքեր որ ուզում են այդ երկու դրախտավայրերում հայտնվել, շատ շուտ ամրագրեք ձեր տեղերը, որ չուշանաք, գնացինք ներս։ Ամենաէկզոտիկ խմբային տուրը Շրի Լանկա եւ Մալդիվներ, օդանավակայանում թռիչքի հետ կապված բոլոր ճշտումները կատարելուց հետո մենք խմբով անցնում ենք անձնագրային կետը եւ վերջ, ամեն ինչ պատրաստ է տրոպիկական երկու կղզիներ տուրը սկսելու համար։ Շրի Լանկա Մալդիվներ խումբը մեկնարկում է, մենք արդեն հիմա անձնագրային կետն ենք անցնում եւ արդեն օդանավ ենք տեղափոխվելու ու հələ ստեղ խմբի նայեք, ինչ մեծ ու պոզիտիվ խումբ է։ Այսպես ֆանտաստիկ խումբ։ Վերջ, ամեն ինչ կարգին է, մենք տեղափոխվում ենք օդանավ, Fly Dubai ինքնաթիռով 3 ժամ անց հայտնվում ենք Դուբայում։ Հասանք Դուբայ։ Քանի ժամի, ապչիշտ 2 ժամից, թռիչ դեպի Շրի Լանկա։ 2 ժամ անցնում է կարծես 1 վայրկյան ու սկսվում է թռիչք դեպի Շրի Լանկա։ Այսօր գնում ենք Կոլոմբո։ Հրաժեշտ ենք տալիս Դուբային 4 ժամ 30 րոպե թռիչք եւ մենք Շրի Լանկայում ենք։ Մենք արդեն Կոլոմբոյում ենք։ Ահա, Fly Dubai ինքնաթիռավայրը կատարեց վայրկյաններ առաջ Կոլոմբոյում։ Տեսնեք հաջորդիվ թե ինչ հետաքրքիր վայրերում ենք լինելու, մենք Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրի շրջանակներում։ Դե իհարկե, մեր խմբին դիմավորում են հատուկ արարողակարգով, բոլոր մասնակիցների համար հատուկ ծաղկեվզնոցներ, որը իդեպ խորհրդանշում է Շրի Լանկայի հյուրընկալությունը, ասում են նաև, որ այս ծաղիկները հաջողություն են բերում մարդկանց, մեր ներկայացուցիչը անձամբ այդ ծաղկեվզնոցները նվիրում խմբի մասնակիցներին եւ առաջին իսկ վայրկյաններից արդեն զգում ենք Շրի Լանկայի յուրահատուկ եւ անկրկնելի վերաբերմունքը հատուկ մեր խմբին։ Դե իհարկե, Miracle Tour and Travel-ի կազմակերպած Սպոյի հետ խմբային տուրերին միայն պետք է դիմավորեն բարձր մակարդակով։ Նայեք ինչ ձև են դիմավորում մեր խմբին, այսենց բուդայական սիմվոլիկայով ծաղիկներով դիմավորում են մեր խմբին հատուկ մեր ներկայացիչը, այսենց բաժանում է բոլորին այս ծաղիկները, Ժորժ ջան։ Welcome to Շրի Լանկա, մենք Կոլոմբոյում ենք։ Բարի գալուս Շրի Լանկա, առաջին օրը ամբողջովին ազատ օր է եւ մենք վայելում ենք Հնդկական օվկիանոսի ֆանտաստիկ լողափերը։ Ֆանտաստիկ։ Բարերն ավելորդ են, բարի լույս ժողովուրդ ջան, ես Շրի Լանկայում եմ, տեսեք, ինչ գեղեցիկ է ամեն ինչը, պայմանները ու հələ տեսեք օվկիանոսը, այս ափից որտեղ որ մենք հենց հիմա գտնվում ենք, հələ նայեք ինչ հանգիստ է, ու ժողովուրդը լողանում է շատ ընտիր հանգիստ, հա իդեպ այս ափն է հատուկ է ձեր սարքված, որ շատ հանգիստ լինի օվկիանոսի ջուրը, մարդիկ կարողանան մի խոսքով շատ թույն հանգիստ ունենան, այստեղ բնությանը նայեք, հենց տրոպիկական գեղեցկությանը նայեք ժողովուրդ, Շրի Լանկան այդ մի չգիտեմ երազանքների կղզի որ ասում են, դա ճիշտ է ժողովուրդ, այստեղ նայեք, վերջն է, այստեղ ինչ հատուկ սիրում հանգստանալու տեղ է։
Երկրորդ օրը սկսվում է էքսկուրսիա դեպի Շրի Լանկայի ամենահետաքրքիր վայրերը ու առաջին կանգառը ջունգլիներում է։ Ահա Ժորժ ջան, հայկական գերբը Շրի Լանկայում մենք քանդիում ենք ամբողջ խմբով, եկել ենք փղերի հետ էքսկուրսիա, մեր փիղը սպասում է արդեն մեզ։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր է լինելու ամեն ինչ։ Էլ ինչ կարող է լինել լավագույն էքսկուրսիան, եթե ոչ ջունգլիներում փղերով շրջելը։ Բոլոր մասնակիցները վայելում են փղերով էքսկուրսիան, կերակրում փղերին, լուսանկարվում փղերի հետ ու հլը տեսեք ինչ ուրախ են բոլորը։ Պոզիտիվ տրամադրությունը սկսվում է ամենաառաջին վայրկյաններից ու ուղեկցում մեզ ողջ օրվա ընթացքում։ Այնուհետև փղերին լողացնում ենք, իսկ հետո փղերն են մեզ լողացնում, սա յուրահատուկ զգացողություններ են։ Շարունակում ենք ճանապարհը դեպի բուսաբանական այգի, որտեղ մոտ 200 ծառերից, էկզոտիկ բույսերից պատրաստվում են մոտավոր 3000 դեղամիջոցներ, քսուկներ եւ ըմպելիքներ։ Ժորժ ջան, եկել ենք Այուրեդայի բուսաբանական այգի, որտեղ որ աճեցվում են տարբեր տեսակի մոտ 300 տեսակից ավել ծառներ, որոնց որ պատրաստվում են դեղորայքներ, համեմունքներ, քսուկներ, մի խոսքով ամեն ինչ ու հենց տեղում այդ բնական ծառներից ու թփերից։ Հեսա կտեսնեք։ Բացի այն, որ այս ամենից պատրաստվում են օգտակար դեղորայքներ, այս այգին յուրահատուկ գեղեցկություն ունի։ Այգում պարզապես լինելը եւ շրջելը դա մի այլ հաճույք է, կարելի է ասել փոքրիկ դրախտավայր։ Մասնագետը, ով նաեւ բժիշկ է, բացատրում է յուրաքանչյուր մանրուք, թե որ ծառը, որ ծաղիկը կամ որ թուփը ինչ կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում եւ թե ինչպես պետք է այն օգտագործել։ Ճանապարհը շարունակում ենք դեպի Շրի Լանկայի թագավորի այգի։ Շրի Լանկա եւ թագավորի այգի։ Իհարկե անպայման պարտադիր պետք է գանք այստեղ, որովհետեւ այս այգին ժողովուրդ մոլորակի լավագույն այգիներից մեկն է, իսկ Ասիայի ամենամեծ այգին, որը որ եղել է նախկինում Շրի Լանկայի թագավորի այգին, իսկ հիմա դարձել է տուրիստական շատ հայտնի վայր, հեսա կտեսնեք շատ սիրուն կադրեր հենց այգուց։ Ասում են այգին հիմնվել է դեռևս 700 տարի առաջ, Վիկրամանբուխո երրորդի օրոք, ով ամենադաժան թագավորներից է եղել Շրի Լանկայում։ Այնուհետև Մեծ Բրիտանիայի կողմից Շրի Լանկայի գրավումից հետո այգին 1822 թվականին դառնում է տեղացիների համար հանրային վայր եւ հենց այդ ժամանակ առաջին անգամ Շրի Լանկայի ժողովուրդը կարողանում է ազատ մտնել այգին եւ տեսնել իրենց երկրի հարստություններից մեկը։ Իսկ արդեն 1950 թվականին այգին դառնում է տուրիստական վայր։ Դե ինչ մենք հասանք Շրի Լանկայի ամենակարևոր կետերից մեկը, դա թագավորի այգում գտնվող թագավորական ճեմուղին է, լստեղ նայեք ժողովուրդ, պլինց սիրուն, հա։ Խումբը ամբողջովին գալիս է, իհարկե թագավորական ճեմուղին, նայեք ինքներդ։ Դե իհարկե գերագույն հաճույք է, երբ քայլում ես թագավորի խճուղիով։ Շարունակում ենք ճանապարհը դեպի համաշխարհային Ցեյլոն թեյերի գործարան եւ իհարկե սեփական ձեռքերով սկսում ենք հավաքել թեյ։ Ցեյլոն թեյերի պլանտացիան, նայեք ժողովուրդ ջան, դե իհարկե հայկական գերբ անպայման Շրի Լանկայի Ցեյլոնի պլանտացիայում հենց մեջտեղում Այս տուրիստները խորացել են, այնտեղ թեյ են հավաքում իրենց ձեռքերով, այս մի ֆանտաստիկ բան է ժողովուրդ, էքսկուրսիան ստեղ նայեք, ովքեր որ իմ հետ եղել են Շրի Լանկա այնց այս պլանտացիաներում, ստեղ նայեք, հենց թեյը կարող եք ինքներդ ձեր ձեռով քաղեք, նույնիսկ տանեք տուն, չորացնեք ու չգիտեմ, թեյ պատրաստեք, խմեք, շատ լավն է։ Այնուհետև թեյերի մասնագետը ցուցադրում է ամբողջ գործընթացը, թե ինչպես է թեյը հավաքվում, մշակվում, բերվում վերջնական տեսքի, որը եւ հետո վայելում են ամբողջ աշխարհում։ Իդեպ Ցեյլոն թեյը ժողովուրդ համարվում է աշխարհի երկրորդ թեյը, հնդկական թեյից հետո։
ահա եւ Ջեյմս Թեյլորը, ով եւ Շրի Լանկայում սկիզբ է դրել թեյերի մշակումը։ Да. Высокого веслистия выпадают реально свежка. Ժողովուրդ ջան, մենք Շրի Լանկայում Ցեյլոն աշխարհահռչակ թեյերի գործարանում ենք ու մենք խմբով այսպես թեյ ենք խմում ժողովուրդ ջան։ Միանշանակ լավագույն թեյերի հյուրասիրություն հատուկ մեր խմբի մասնակիցներին եւ այսպիսի հրաշք տրամադրությամբ էլ ավարտում ենք էքսկուրսիոն օրը Շրի Լանկայում։